Պատմության ամենամեծ դասն այն է, որ նրանից դաս չեն քաղում։ Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգել։ Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության տարելիցը մեզ պարտավորեցնում է ոչ միայն հարգել անմեղ զոհերի հիշատակը, այլև չմոռանալ պատմության դառը դասերը և պահպանել զգոնությունը ներկա պայմաններում։ Անընդունելի է միամտորեն վստահել այն ուժերին, որոնց քաղաքականության մեջ շարունակական են եղել հակահայկական դրսևորումները։ Ամերիկայի և Իսրայելի կողմից Իրանին պարտադրված պատերազմը և տարածաշրջանում առկա լարվածությունը մեր երկրի համար ստեղծում են լուրջ ռիսկեր և մարտահրավերներ։ Այս իրավիճակը առավել մտահոգիչ է, հաշվի առնելով պանթուրքական ռազմավարական ծրագրերը դեպի Միջին Ասիա, ինչպես նաև դրանց շրջանակում Սյունիքի, Զանգեզուրի միջանցքի նկատմամբ առկա նկրտումները։ Արցախի կորուստը պետք է դիտարկել նույն վտանգավոր գործընթացների շարունակության համատեքստում։ Տարածաշրջանային և աշխարհաքաղաքական բախումները կարող են օգտագործվել Հայաստանի նկատմամբ նոր ճնշումներ գործադրելու համար, և այդ առումով Սյունիքի նկատմամբ հավակնությունները շարունակում են մնալ լուրջ սպառնալիք։ Այս պայմաններում Հայաստանի կայունությունն ու համազգային միասնականությունն ունեն վճռորոշ նշանակություն։ Հաշվի առնելով ներքաղաքական գործընթացները, հատկապես ընտրությունների նախաշեմին և քարոզարշավների ընթացքում, կոչ ենք անում թե իշխանություններին, թե ընդդիմությանը զերծ մնալ փոխադարձ սրացումներից և սադրանքներից, որոնք կարող են թուլացնել երկրի ներքին կայունությունը և նպաստել արտաքին ուժերի նպատակների իրականացմանը։ Շահումյան կազմակերպությունը կոչ է անում համայն հայությանը ոչ միայն հիշել, այլև հետևողականորեն բարձրաձայնել հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման անհրաժեշտությունը, հանուն արդարության և ապագայի անվտանգության։ Շահումյան կազմակերպություն, ապրիլ 24, 2026